Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդների ալիքիներ։ Ժողովուրդ ջան, այսօրվա թեման լինելու է ինչպես աճեցնենք դժվար աճող սերմերը, որոնցից է սամիթը, մաղադանոսը եւ գազարը, ստեպղինը։ Դրա համար ինչ է անհրաժեշտ ունենալ։ Անհրաժեշտ է ունենալ ջրածինի պերոքսիդ ոտիկու 3%-անոց։ Եթե չունեք օղի 40%-անոց օղի, իսկ եթե սա չկա տնական օղի, ոչինչ, թող լինի բարձր 50%, 60%։ Ինչ ենք անում։ Ինչու չեն ծլում։ Շատերը բողոքում են, որ սամիթը ցանում են, ընդհանրապես չի ծլում, կամ ծլում է շատ նոսր, եւ որն է պատճառը։ Նույնը վերաբերում է մաղադանոսին եւ վերաբերում է գազարի սերմերին։ Այս սերմերը սամիթի սերմերը մաղադանոսի եւ նշածս գազարի ունեն իրենց վրա թաղանթ, եթերային յուղերի թաղանթ։ Եվ դա է պատճառը, որ չեն վերցնում խոնավություն բավարար չափով, այդ յուղը, եթերային յուղը վանում է խոնավությունը, ուշ են ծլում, եւ եթե երկար ժամանակ մնում հողի մեջ, նրանք կարող են փդել եւ ընդհանրապես չծլեն։ Դա բնության օրենքն է, դա հատուկ այդ սերմերը ունեն ընդհատկությունը, որպեսզի օդի չվերցնեն խոնավություն եւ սերմնատարաններում չծլեն օդի խոնավությունից եւ այլն եւ այլն։ Հիմա դրա համար ինչ ենք անում։ Վերցնում ենք մի քանի սորտ, ավելի լավ է 2-3 ինչ որ ունեք, բացում ենք, գտնում ենք նաեւ երկրորդ պակետիկները։ Եթե ունեք տնական սերմեր, որոնք որ շատ հին չեն, մաքսիմում 3 տարեկան, նորից կարելի է օգտագործել։ 3 տարեկանից մեծ տարիքով սերմերը հավանականությունը ծլելու շատ քիչ է։ Վերցնում ենք մի փոքր աման պլաստմասայից կամ ինչ-որ ապակյա, լցնում ենք մեջը, այս խառնում ենք իրար սերմերը։ Դրանից հետո վերցնում եմ, քանի որ ունեմ ես պերոքսիդ ոտիկու, խառնել ենք իրար, բացում ենք պերոքսիդ, ես գնել եմ դեղագնից 3, շատ թարմ է։ Ու լցնում ենք։ Բավական է, այնքան որ ծածկի սերմերը, մի քիչ ավելացնեմ, ինչ է կատարվում։ Ջրածինի պերոքսիդը քայքայում է թաղանթը, եթերային յուղերի թաղանթը, աբալոչկեն, եւ սերմերը արդեն ունենում են մի հատկություն, որ արագ վերցնում են հողից խոնավությունը, փքվում են եւ սկսում են ծլելը։ Եթե չունեք պերոքսիդ, նորից եմ ասում, օղի, ինչ որ սպիրտային մի բան, որը ունի 40%-ից ոչ ցածր տոկոսանություն ալկոհոլի։ Դրանից հետո թողնում ենք 15-20 րոպե, մինչև 25 րոպե, նույնիսկ կես ժամ թույլատրվում է։ Լվանում ենք սերմերը հոսող ջրի տակ եւ չորացնում ենք, ես հետո ցույց կտամ։ Հիմա սպասում ենք 15-20 րոպեն անցնի։ Ժողովուրդ ջան, անցավ 20 րոպե, ջրածինի պերոքսիդի մեջ թրջեցինք, դրանից հետո 20 րոպեն բավական է, վերցնում եմ մանր ցանց եւ քամում եմ։ Ջրով ողողում եմ այս հատիկները։ Դուք տեսեք, թե ինչ գույն ունի պերոքսիդը, տեսեք, արդեն եթերային յուղերը լվացել է, գույնը տեսեք ոնց դեղնեց։ Սա այլ ողողում լցնում եմ,
վեր տանում ենք հոսող ջրի տակ լվանք։ Հոսող ջրի տակ լվանում ենք։ Պետք է լավ մաքրենք, որ պրոցեսը շարունակվի քայքայման։ Վերջ։ Դրանց հետո վերցնում ենք խոհանոցային անձեռոցիկ, գունավորությունը վերցնում ենք ու թողնում ենք չորանա։ Թողնում ենք 2 օր, լրիվ չոր կլինի, նոր կտանենք կցանենք։ Ժողովուրդ անցավ 2 օր, սամիթի սերմերը լրիվ արդեն չոր են։ Հիմա վերցնում եմ մի հատ ծանրաման, հաղճապակի, որպեսզի քամի շուրջը դա դրսում ցանելու ժամանակ։ Լցնում ենք այս ամանի մեջ, տանում ենք դուրս ցանենք։ Եկանք դուրս, արդեն տեղը պատրաստել եմ, այստեղ պետք է ցանենք սամիթը։ Ես տեսանյութ կդնեմ, հղումը կդնեմ ես տեսանյութի տակ։ Ինչպես եմ ես աշունը ախտանում հողը, ես միշտ աշնանը ախտանում եմ հողը ազոտական կրով։ 1 ամիս, եթե գարնան եք անում, 1 ամիս ցանելուց առաջ։ Բայց գարնան ես չեմ ախտանում, որտեղ աշունը արդեն արել եմ, գարնանը ես հարստացրել եմ, մարգերը բոլորը հարստացրել եմ ազոտական պարարտոնյութով 1 ամիս ցանելուց առաջ։ Հիմա արդեն 1 ամիս անցել է, պետք է ցանենք։ Տեղը պատրաստել ենք։ Վերցնում եմ մի հատ փայտ, այս ձևով ոնց որ հարթուկ ենք, հարթացնում ենք տակը, որպեսզի սերմերը հավասար փռվեն։ Թողնում ենք արանք, հավասար ձևով նորից։ Ես այս ձևով եմ անում, ժողովուրդ ջան։ Սա բարդացի չի, ամեն մարդ կարող անել իր ձևով։ Շատ խորը պետք չի, 1 սանտիմետր լրի բավական է։ Սա հարթեցնում ենք, որպեսզի սերմերը հավասար փռվեն։ Եվ միաժամանակ գծել են բոլորը։ Ծլման ժամկետը այս եղանակով 1 շաբաթ է, 7 օրից ծլելու են։ Պետք է անպայման հողը խոնավ պահենք, ջրենք։ Ավելի լավ կլինի ծածկենք պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի խոնավությունը մնա, մինչև ծլելը։ Ծլելուց հետո թաղանթը հանում եք։ Լավ, հիմա վերցնում եմ սերմերը։ Այսով լցնում եմ։ Վերջ, խանեցինք, դրանց հետո ծածկում ենք։ Այս ձևով ծածկում ենք։ Այս կողքի, ասեմ որ ստեղ ես լցրել եմ կոմպոստ, շատ հարուստ հող է։ Սամիթը շատ ազոտասեր բույս է, պետք է անպայման ազոտով հարուստ լինի հողը։ Եթե ազոտի պակաս ունի, նրանք սկսում են դեղնել։ Ծածկեցինք, հիմա ջրում ենք հողը։
Այս եղանակով ժողովուրդ ջան, մեկ շաբաթից պետք է ծելեն սամիտները։ Արդյունքը կտեսնենք, հետո կնկարանեմ ցույց կտամ ձեզ։ Ժողովուրդ ջան, միասին ցանեցինք սամիտի սերմերը, այսօր անցել է ուղիղ 2 շաբաթ։ 8-րդ օրը ծլեցին, հիմա տեսեք, ցանելուց 8 օր հետո ծլեցին, եղանակը սառն է ճիշտ ասած մեզ մոտ, եթե լիներ տաք, ավելի շուտ կծլեր, ինձ թվում է։ Հիմա անցել է ուղիղ 2 շաբաթ ցանելուց։ Այս շաքերը ես ցույց տամ։ Միասին ցանեցինք։ Այս սրանք ցանել ենք ավելի շուտ, նույն եղանակով, նույն մեթոդով։ Այստեղ ցանել ենք շարքերով։ Այստեղ պարզապես առանց շարքի։ Ավելի շուտ ենք ցանել, քան թե մենք որ միասին ցանեցինք։ Ժողովուրդ ջան, այսքանով վերջացնում եմ տեսանյութը։ Եթե հավանեցիք դրեք ձեր լայքերը, բաժանորդագրեք իմ YouTube ալիքին։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը։ Եղեք միշտ առողջ, բարին ընդ ձեզ։ Ցտեսություն։